պատերազմը տուն էր մտել։ Այս պատերազմը չի ուզում տնից դուրս գալ։ Երկնքում ոչինչ չի երևում, որովհետև դեռ ոչինչ չի երևացել երկրի վրա։ Սպասումն է կրակում։ Давай, лежать! Աշխարհի աչքերը փակվում են, կամ բաց չեն եղել երբեք։ Տունը չի հեռանում այդ ժամանակ։ Տունն իր տեղում է։ Տան պատերը լավ են տեսնում։ Թե ով որտեղ է գնում, ում հետ։ Ինչպես և ով է վերադառնում։ Պատերը տեսնում են, որտեղ է աշխարհի վերջը։ Բայց այս աշխարհն այդպես էլ վերջ չունի։ Հողը մարդուն ինչքան է սիրում և ինչքան ատում, հարաբերական է։ Ինչպես հարաբերական է մեր ճակատագիրը։ Բայց Արցախը ճակատագրի երկիր է։ Սնունդ կարծես կա ճանապարհ չէ։ Ազատ Արցախը բանտարկված է։ Սովորական ժամանակներ չեն, սովորական չեն տոները, և չի կարող սովորական լինել կյանքը։ Կես գիշերը խլում է բոլորին և չի հիշում ոչ ոքի։ Շատերն էլ չեն հիշում հայրենիքը, անգամ չեն հիշում ով են։ Միայն մեր երկիրն ունի այսպիսի երկար ճանապարհներ, որոնք փակ են, և այսքան բաց սրտեր, որտեղ տառապանքներ են տեղավորվում։ Միայն մեր երկիրն է մանուկին մեծացնում պայթյունների ձայների տակ, շրջափակման պայմաններում, իսկ զոհվածին բողոքավորում ամեն օր։ Մեր երկրի մասին գրքերում չկա գրված։ Եվ շատերը չգիտեն որտեղ ենք, ինչով ենք զբաղվում, բայց գիտեն ով ենք։ Մեր այս երկիրն ամեն օր է ծնվում ու չի հեռանում։ Պատմում ենք մեր երեխաներին, որ 90-ականներին էլ ենք մենք այդ նույն իրավիճակում հայտնվել, երեխաները շատ հետաքրքիր լսում են և համեմատում են մեր այդ նույն օրերը, կարծես թե մենք դեպի 90-ականներ ենք նորից գնում։ Հաշվի առնելով իրավիճակը, իր ամեն անգամ հիվանդանոցներ ընկները, դիագնոզը հաստատվեց, որ ինքը մուկովիսցիդոզ ունի, խառը ձև, ծանր ընթացք, 4-րդ աստիճանի։ Դրանից հետո կարելի ասած մենք համարյա մինչև 5 տարեկանը տենց ամիս չկար, որ 20 օրովան հիվանդանոց չպարկենք։ Տխրությունն ավելի է մոտիկ, պտտվող մոլորակի, Արցախ մոլորակի տխրությունը։ Այս աշխարհում ամեն ինչ մի օր սկսվում է ու չի ավարտվում։ Ինչպես չի ավարտվում քո երկինքը, մեզ տուն տանող ու տնից բերող։ Թավեշ մինչև այսօր էլ թավեշ ունենք, ապրել մինչև 20 թիվը։
կռվից էլ դուրս ենք եկել։ Շատ վատ վիճակում ենք դուրս եկել, ոչ մի բան, ոչ դոկումենտ, ոչ թուղթ, ոչ մի բան չենք վերցրել։ Եկել ենք հասել Լաչինից էլ դուրս ենք եկել Հայաստան։ Մի ամիս էլ չենք մնացել այնտեղ։ Մնացել ենք հետո տուն ենք ճարել, եկել ենք հասել ստեղ։ Այդտենց ապրում ենք, ոչինչ, նորմալ է, ոնց ասած, վրը դիմանում ենք։ Կռիվա պատերազմա վրը տեսել եմ։ 4 անգամ տուն եմ ստեղծել, արել եմ, դրել եմ։ Ճանապարհ կա, բայց սնունդ չէ։ И вот сейчас мы стоим, только начали мы разговор, я услышал пулеметную очередь. И это тоже говорит о том, что Карабах в блокаде, Карабах в окружении. Прошлую ночь сообщают, что было очень много разрушений, стреляла артиллерия, Алазань. Միշտ հիմա կարծում ենք, որ ճանապարհներն են միշտ ձգվում, լայնանում, երկարում։ Ու հիմա երբ տեսնում ենք կանաչդ, կարմիրդ ու սևդ, խեղդած պահում ենք մեր կարոտը, որ քեզ չնեղացնենք։ Նեղացնողներդ ախր շատ են, հույս մեր, քեզ լավ չեն ճանաչում։ Գրող Մաքսիմ Հովհաննիսյանը մի առիթով ռետորական հարց է հնչեցրել։ Արցախ, ինչու դու եղար իմ հայրենիքը։ Այսօր այդ հարցը ինքներս ենք կրկնում ու հեռվից լսում ող հայրենիի լուրջ պատասխանը, որ պայքարես լինելուդ համար, պայքարես հայ լինելուդ համար, իսկ պայքարի ոգին ծնվում է միայն հայոց հայրենիքում։ Вот мы как раз и планируем посмотреть эти разрушения с тем, чтобы можно было поговорить с нашим военным руководством, потому что не защищает армия, не защищает внутренние войска, ну, так сказать, в упрощенном виде права человека. Если огневая точка с той или другой стороны ведет огонь по мирному селу или городу и населению, я думаю, что войска обязаны подавлять эту огневую точку. Ոչ սնունդ կա, ոչ էլ ճանապարհ։ Տուն տանող ճանապարհը փակ է։ Էկոակտիվիստի անվան տակ թաքնված ադրբեջանցի հատուկ ծառայողները հավատարիմ մնալով իրենց հայատյաց իշխանության քաղաքականությանը 120,000 հայի շրջափակել են հայոց հող Արցախում։ Եվ միամտություն է հավատալը, որ այս իրադարձությունների պատճառը բնապահպանական մտահոգություններն են։ Փաստացի, ադրբեջանցի բնապահպանական ակտիվիստները Լաչինի միջանցքում հայտնվել են պաշտոնական Բաքվի թույլտվությամբ և նախաձեռնությամբ։
Zaten bunlar ilk günden gelenler Azerbaycan'a ayaklarını basanlar biz dedik ki bunlar. Բոլոր երկրներում իրականությունը այլ է։ Արցախում իրականության հետ է կռիվը։ Հերոսական ժողովուրդ, որ պատերազմների միջով անցնելով, հաղթահարելով բազում դժվարություններ, զրկանքներ կրելով, արյան գնով վաստակել է անկախության իրավունքը։ Ben bir Şuşalı kimi çok, ben bir Şuşalı kimi bir çok fəxr edirəm ki, bu aksiyanı mən açıq elan edirəm. Ազատ Արցախը բանտարկված է։ Ոչ սնունդ կա, ոչ էլ ճանապարհ։ Դու աշխարհի բոլոր մեծ ու փոքր երկրներից տարբերվող ես։ Եվ դու ամբողջական արարչություն ես։ Մենք քո անունը տալիս ենք ամենուր։ Քնելիս, արթնանալիս, ճաշելիս, անգամ շնչելիս, որովհետև այդ ամենը դու ես մեզ պարգևում։ Եվ ասում ես. հայ ես, պիտի ինձ էլ հայկական պահես։ Չնայած մի քիչ դժվար, բայց մենք կդիմանանք, մեր մայրիկները պինդ են, ամուր են, մի լույս կլինի անպայման, հավատում ենք, որ այդ լույսը կբացվի։ Մեր մայրիկներին խորհուրդ եմ տալիս, որ պինդ լինեն, ամուր լինեն, մենք պինդ ենք կանգնած շրջափակման, հենց երկրորդ օրը ծնվեց մեր 5-րդ բալիկը եւ միակ լույսը, այո, այդ էր մեր համար, մեր ընտանիքի համար։ Անին կասանք պատարախը, տանք ես դուրությունը հինչ ատրում խոխայի, ամենաշատ ինքնայի, օնակ հասև է թորակյամ, կարկուտ պենվեկյամ, ғրղրամա, ինքը գիտում է իրային տան, վախումա, հուզում է լացանում, տղան տեղափոխանուք շուտ Երևան, արաբքի հիվանդանոց, արաբաբուրաննա յուրամ վտի կղնացալ, ինքս կիմանկյալ ես էլ չիլ է, ես յուրամ վերականգնողական կենտրոնել եմ տարալ։ Ոչ այնքան մրցում ենք ցրտից, որ
որքան լռության գորշությունից։ Մենք քեզ սիրում ու փայփայում ենք մեր ձեռքերի մեջ, բայց չգիտեմ թե ինչու մեր ձեռքերը միշտ մի քանի մետր կամ կիլոմետր այն կողմ է խրամատ շոշափում։ Բայց նա դեռ ապրում է, անգամ այն ժամանակ, երբ ոտքերի տակից փորձում են հեռացնել հողը, երազող հողը, ապրող հողը, սրտ խփոց լսող հողը, սովորական երկիրը անսովոր մարդիկ։ Ինչ է, պատերազմը շատ երազանքներ այլալ, հինգիդամ, մուկասանք մեր խուխեք կմծանան, միգուցե ուժուրնես կպատե, հինգիդամ մի հատ տոն կարնինք, մեր խուխեր կուսանող կտրնան, բայց դետ երազանքնեն դեր մնաց երազանք, այսինքն նպատակ չտրավ, Էսա մի հատ հողատարած կոնինք, ջուրը քիչ-քիչ, վեչ ինչ հալամ հերիք անում, բայց դե գիդում չունք օգոստոսում ջուր ինյանա թա չէ, բայց դե առավոտ վե ես կերում համտածում ինչ պիտի անիմ, գազ չկա, լույս չկա, ես կուճուր խուխան չայ կոզի, եսունս կտամ, պիտի փիչ վառիմ, փիչին հետը պիտի փայտինի, փայտին հետը պիտի գալյու չինի, չէ, հաց պիտի սարքիս, հաց պիտի թխիս, այդ հացի ինչա պիտի թխիս վեր ալյուր չկա, համ մեշուկ ալյուր, փողավ տվալն, բայց ինչ ինձ մեշուկ ալյուրը հերիք չի։ Ստիպված ավտոբուսայինում քինամն քերթն կանգնում հաց ենք առնում, վեր օրինում չի հաց ենք թխում, ինքան վեր կարինք մեր խողորձ պահինք, բայց դե լավ է ինչ էդ էլ փարք։ Մինակ թա հինգիդամ, ճանապարհն են պեցվել։ Քրքրել ենք ամեն տեղ, թե համացանցում, թե գրքերում, թե թերթերում, տեսնենք երկրագնդի վրա քեզ նմանը կա, չգտանք, տուն պահող ծառի արմատները պատի ու հողու արանքում են դաշինք կնքել։ Պրինչ չինի կարտոշկա կոտնիկ, շենյոմ պատարգի շտալի, քաղաքում նատիժի, էլ ավեջ ինչ թեք ճանապարհն է պետք օրիչ վիշպեն ոզնչում, մեկ էլ խաղաղություն ունի։ Ինչ է, թողում բոլուս, կիր, թողում։ Պիտի կարինք լի հինգիդամ ու շվակինք, պիտի կարինք դիմադրինք, բամունք ես կազոնք տվա, ինչ հըտենք տվա, ես վաղեն հըտենք չէ տվա, բայց ես օրիչ տեղել ինձ պատկերացնում չում, կարել չում կնյամ, մս շատն ասա եկեք, չէ, շատ հարազատն է ունինք օրիչ տող, բայց չէ, ներքենյա լինինք մինչե մենք կքինեինք։ Թորքենա դիս կարել չում ապրիմ։ Մինակ հատ է էդ դեպքում, եթե այսին թորքի կազում, մի գուցե հինգիդամ, ուժս ես ինձ տիպողաբար, այսին տուսիկ գամ, բայց թորքենա չէ կարել չում ապրիմ։ Կարել չում այսին հետո հինչայնյան, ու վերհատեքստի մի պահ եշում, բազմ տամսի խոխան գրկում ասում կսնոս, եկուց ինչ կնի տնալիս, բայց ճակատագիրի ինչ կտրնա, գիտում չում։ Անհետաքրքիր ճակատագիրը քեզ չի կարող փոխել, որովհետև դու նա ես, ում համար միշտ ապրում են մարդիկ։ Միշտ ապրում են, քեզնով ապրում են։
Դու հաղթանակից առաջ ես ծնվել, որ օգնես հաղթանակն էլ ծնվի։ Իսկ քո հաղթանակը բացարձակ է ու անքննարկելի։ Հողը խաղաղությանը սպասել գիտի։ Եթե վերուրանք իսկական շուտ են անում, то կյամ մեզ օգրին, որպեսի ճանապարհներն պետք պապասն է տկա, որպեսի խաղաղ երկրում ապենք, որ դե կռև պենի վեճ կյանքում։